Ռուզանը տագնապահար վիճակից նոր է դուրս եկել։ Երեխայի կյանքը փրկել են, բայց իր սթրեսը, ասում է, դեռ չի անցել, մի տեսակ մեղավոր է զգում։ Տեղատուփը թողել է պատուհանագոգին, տղայի ձեռքը հասել է, վերցրել է դեղն ու խմել։ Երեխան պատահաբար վերցրել էր տեղը ու օգտագործել։ Սկզբում չէինք նկատել։ Երբ հասկացանք, որ իրան վատ է զգում, թույլ է, միանգամից տարանք հիվանդանոց։ Այնտեղ մանրամասն հետաքրքրվեցինք ինչա օգտագործել, ինչ քանակությամբ։ Անհրաժեշտ բուժումը ստացավ երեխեն, մի քիչ բժիշկների հսկողության տակ ու դուրս գրվեց հիվանդանոցից։ Դեղորայքից եւ կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը Հայաստանում գրեթե կրկնակի աճել են։ Եթե 2025 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր 256 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 464-ի։ Առողջապահության նախարարի գնահատմամբ հիմնական պատճառներից մեկը վտանգավոր նյութերը երեխաների համար հասանելի տեղերում պահելն է։ Հեռացրեք երեխաների հասանելիության դաշտից կենցաղային քիմիան եւ դեղորայքը։ Շատ զգույշ պետք է լինել, անուշադրությունը ուղղակի ճակատագրական կարա լինի երեխայի համար։ Մասնագետները նկատում են, թե միայն մեկ տարվա տվյալների համեմատությամբ հնարավոր չէ վերջնականապես պնդել, որ թունավորումների իրական տարածվածությունը այդքան աճել է։ Դեպքերի թվի ավելացումը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ հիվանդանոցներում այսօր դրանք ավելի մանրամասն են հաշվառվում, իսկ համապատասխան մարմիններին տեղեկացնելու վերահսկողությունն էլ ուժեղացել է։ Պարզապես հաշվետվողականությունն է ավելի թույլ եղել, հետևաբար հիմա շատ ավելի ուշադիր են, առողջապահական համակարգը միկրոսկոպի տակ է, յուրաքանչյուր դեպք, որը հիվանդանոցադիմում սկսած տրավմայից վերջացած թունավորումներով եւ այլն շատ ավելի այսպես մանրակրկիտ է ուսումնասիրում եւ ավելի հստակ ամրագրվում է, դրա մասին հայտնում են համապատասխան օրգանների։ Խնդրի ամբողջական պատկերը հասկանալու համար ըստ փորձագետների անհրաժեշտ է ուսումնասիրել առնվազն 5 տարվա տվյալները, տարանջատելով նաև թունավորման պատճառները, նյութերի տեսակները եւ երեխաների տարիքային խմբերը։ Միաժամանակ ըստ մասնագետների կենցաղում քիմիական նյութերի օգտագործումն ավելացել է, ինչը անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում մեծացնում է պատահական թունավորման վտանգը։ Խնդիրը կապում է նաև առանց բժշկի նշանակման դեղեր, հատկապես հակաբիոտիկներ օգտագործելու տարածված սովորության հետ։ Եթե հանկարծ մի բժիշկ գտնում որ այս պահին պետք չի նշանակվի, փորձում են ավելի առողջ մեթոդով, այդ դեպքում են անցնում անտիբիոտիկին, շատերը չեն ընդունում բժշկի ասածը ու իրանք են ինքնուրույն անտիբիոտիկ անպայմանորեն օգտագործել։ Այդ կուլտուրան դեռևս մեր Հայաստանում կա։ Երեխաների հակաբիոտիկների ինքնուրույն օգտագործման հետևանքները կարող են ի հայտ գալ ոչ թե անմիջապես, այլ որոշ ժամանակ անց։ Դեպքերի նվազեցման համար փորձագետները անհրաժեշտ են համարում ոչ միայն ծնողների զգոնությունը, այլև անվտանգության կանոնների վերաբերյալ շարունակական իրազեկումը եւ թունավորումների պատճառների առավել խորքային ուսումնասիրությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։